Բարև ձեզ, Ամիկ Պլյուսի տաղավարում հարցազրույցն է եւ այսօր իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Մեր այսօրվա զրույցը բնականաբար հիմնականում վերաբերելու է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերի համաձայնեցմանը, որի մասին երեք նախ հայտարարեց Ադրբեջանի նախագահի խորհրդական օգնական Հիկմետ Հաջիևը, այնուհետև նախարարությունն Ադրբեջանի հայտարարություն տարածեց ուշացումով Հայաստանի արտգործնախարարությունն էլ, գուցե ոչ ուշացումով, բայց հետևեց Ադրբեջանի հայտարարություններին, հաստատեց այդ փաստը։ Այնուամենայնիվ կարծեք թե այս փուլը ավարտվեց եւ այսօր արդեն Հայաստանից հայտարարվում է ստորագրման վերաբերյալ այդ հանգամանքները քննարկումների մասին հայտարարություն են անում։ Ինչպես եք մեկնաբանում այս իրողությունը։ Որպես Նիկոլ Փաշինյանի կողմից մեր հանրությանը մատուցվող հերթական խաբեություն։ Որն էր խաբեությունը, որ խաբեությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը նորից փորձում է մեր հանրությանը համոզել, որ իբր ինչ որ առաջընթաց է արձանագրում խաղաղության հաստատման գործում։ Մինչդեռ եթե վերլուծենք ինչ է կատարվել, մենք կտեսնենք, որ բացարձակապես որևէ նման բան չկա, այլ ավելին վտանգները, այդ թվում նաև ռազմական հարձակման վտանգը գնալով ավելի աճում է։ Ես պարզ կարող եմ դա բացատրել։ Սկսենք դրանից, որ համաձայնեցված տեքստը ոչ մի բան է, եթե դա չի ստորագրվում։ Իսկ դա չի ստորագրվում, եւ Ադրբեջանը շատ պարզ ասել է, որ ինքը չի ստորագրել այդ տեքստը։ Ընդ որում խոսքը գնում է այն տեքստի մասին, որը լրիվ թելադրված է Ադրբեջանի կողմից։ Այսինքն, եթե ինչ որ անհամաձայնություններ կամ հակասություններ կային, դրանք բոլորը լուծվել են հօգուտ Ադրբեջանի։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ հա, այսքան ժամանակ մենք փորձեցինք այդ հակասությունները ինչ որ կոմպրոմիսի բերել, բայց ի վերջո նպատակարար գտանք համաձայնվել Ադրբեջանի այդ տեսակետների հետ։ Այսինքն, տեսեք ինչ հաստատվում։ Մի կողմից, կներեք, մի կողմից միակողմանի որևէ լսեք, էլի խնդրում եմ։ Մի կողմից Ադրբեջանը ստացավ խաղաղության պայմանագրի տեքստում ամեն ինչ որ ինքը ուզում էր եւ թելադրում էր Հայաստանին, մյուս կողմից ինքը այնուամենայնիվ հրաժարվում է ստորագրել այդ տեքստը։ Եվ սա ինչ է նշանակում։ Ինչ ես օրինակ դու այդ տեքստը հրաժարվում ստորագրել այն բանից հետո, երբ որ դու ամեն ինչ ստացել ես, ինչ որ ուզում ես այդ տեքստում։ Շատ պարզ բան է, որովհետեւ Ադրբեջանին խաղաղություն պետք չի եւ ինքը չի պատրաստվում խաղաղությունը հաստատել։ Հիմա ինչ են ասում։ Ինչ եք վստահ, որ չի ստորագրի։ Ինքն է ասում, կարդամ ձեզ իրանց արտգործնախարարության, Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը։ Ուրեմն նրանք գրել են, որ մեկ անգամ եւս ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, ըստ որի բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի սահմանությունում փոփոխությունների կատարումն է, որոնց նպատակը պետք է լինի Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ուղղված պահանջների վերացումը։ Սա ինչ է նշանակում, փորձեմ թարգմանել դիվանագիտական լեզվով։ Նախ եւ առաջ, եթե մենք իրավական մոտեցում ենք ցուցաբերում, իսկ Ադրբեջանը հավակնում է, որ ինքը ինչ որ իրավական մոտեցում է այստեղ ցուցաբերում, մենք պետք է ասենք, որ գոյություն ունի սահմանադրական դատարանի որոշում, երբ որ այդ քննարկվում էր սահմանազատման կանոնակարգի այդ բանը համապատասխանությունը սահմանությանը, սահմանական դատարանի որոշում գոյություն ունի, ըստ որի ակնհայտ է, որ այդ հղումը սահմանության մեջ անկախության հռչակագրի որևէ կերպ չի ենթադրում որևէ տարածքային պահանջ բանի նկատմամբ, Ադրբեջանի նկատմամբ։ Ընդ որում, երբ որ Ալիևը ասում է, մենք իրանց չենք կարող հավատալ, իրանց խոսքերին, մեզ փաստաթղթեր է պետք, այդ փաստաթուղթը կա։ Եթե փաստաթուղթ է պետք, սահմանական դատարանի որոշումը կա, ըստ որի
բացառվում է որևէ մեկնաբանություն որպես ասենք տարածքային բայց եւ Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը Ադրբեջանի այդ հայտարարությունից հետո հիշատակում են ՍԴ-ի այդ որոշումը։ Չէ, ես ասում են, որ նման որոշում կա, որով մենք չունենք նման հավակնություններ, որ սահմանադրական ես հենց դա եմ փորձում բացատրել։ Ինքը ասում է, ես Նիկոլ Փաշինյանին չեմ հավատում ու ճիշտ է անում։ Նիկոլ Փաշինյանին հավատալ հնարավոր չի, որտեվ նա բոլորին է խաբում եւ սեփական հանրությանը եւ համաշխարհային քաղաքականության մեջ խաղացող այդ բոլոր լիդերներին եւ այլն, այդ հասկանալի է։ Բայց երբ որ ինքը ասում է, որ ես Նիկոլ Փաշինյանին չեմ հավատում եւ պետքա փաստաթուղթ, այդ փաստաթուղթը տրված է։ Սահմանական դատարանի որոշմամբ այդ փաստաթուղթը կա։ Այսինքն, եթե այդ ամեն ինչը Ադրբեջանը չի ընդունում, անգամ իրանց պահանջված փաստաթուղթը չի ընդունում, սա նշանակում է, որ Ադրբեջանը խաղում է շատ կեղտոտ խաղ։ Այդ խաղի իմաստը հետեւյալն է, որ ինքը ձևականություն է անում, որ իբր ինքը ձգտում է խաղաղության, բայց պատրվակ բռնելով, որ պետք է դեռ դուք մեր պահանջները կատարեք, սահմանադրական փոփոխությունները կատարեք եւ այլն, չի ստորագրում այդ փաստաթուղթը։ Այսինքն մենք ինչ ունենք։ Մենք ունենք իբր թե համաձայնեցված տեքստ, բայց այդ համաձայնեցված տեքստը ունի զրոյական արժեք, որովհետեւ Ադրբեջանը չի պատրաստվում դա ստորագրել։ Ինչա դա այդպես անում։ Դա էլ մի հատ հասկանանք։ Ադրբեջանը ինչու է, եթե Իրանը իսկապես իր ուզածը խաղաղություն է, ինքը ստացել է ամեն ինչ, ինչ որ Իրան պետք էր այդ խաղաղության տեքստում, ամեն ինչ ստացել է։ Ինչի՞ չի ստորագրում։ Որովհետև Ադրբեջանը ուզում է Հայաստանի վրա հարձակման դուռը բաց պահել, հնարավորությունը բաց պահել։ Ինքը հաշվարկում է, որ հիմա աշխարհում խառը իրավիճակ է, որ Միացյալ Նահանգները, Իսրայելը արդեն նախապատրաստում են լրջագույն ռազմական ճնշում Իրանի նկատմամբ եւ նաեւ ակնհայտ է, որ Ադրբեջանը այդ ռազմական կամպանիայում խաղալու է առանցքային դեր, որ դրա մասին նաեւ այդ ակնհայտ ստրատեգիական այդ համագործակցությունն է Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ խոսում, այդ իրենց կոնտակտները վերջերս Ալիևի բանագնացը Հիկմետ Հաջիևը հանդիպեց Բիբի Նետանյահուի հետ եւ մենք ընդհանրապես գիտենք, որ այդ համաձայն այդ հայտնի այդ Կլարկի ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Կլարկի բացահայտված 7 պատերազմի ծրագրի պետք է իրականացվի նաեւ 7-րդ պատերազմը Իրանի դեմ եւ դրա գլխավոր այսպես ասած մտահղացումներն է, որ պետք է գնան Իրանի մասնամանը ընդհանրապես, օգտագործելով ադրբեջանական սեպարատիզմը, նաև այլ տեսակի սեպարատիզմներ, որոնք գոյություն ունեն Իրանում, խոսքը եւ քրդերի մասին է, եւ բելուջների մասին է, բայց գլխավոր ոնց որ շարժիչ ուժը դա ենթադրվում է ադրբեջանական սեպարատիզմը եւ պարզ է, որ երբ որ այդ սեպարատիզմը, ասենք, այդ ռազմական կամպանիայի արդյունքում գլուխ բարձրացնի, այդ ժամանակ պետք է Ադրբեջանը կարող է արդեն շատ լուրջ ներդրում ունենալ այդ ռազմական կամպանիայի մեջ, առնվազն որպես մի պլացդարմ, որը կօգտագործվի, ասենք, Իսրայելի կողմից այդ հարձակումները ահագնացնելու կամ ավելի լուրջ աստիճանի հասցնելու համար։ Հիմա ակտիվացել են այս Թրամփի օրենք Ուկրաինա, ԱՄՆ շփումները, Ուկրաինա-Ռուսաստան շփումներն են վերսկսվել, այսօր արդեն պարզ դարձավ, որ ԱՄՆ բանագնացը Մոսկվայում հիմա առավոտյան արդեն Ադրբեջանում էր, այս ամբողջ շարժումների, նաև ձեր նշած Իսրայել, ԱՄՆ, Իրան այդ շարժումը ինչ ազդեցություն են ունեցել կամ արդյոք ազդեցություն ունեցել են Ադրբեջանի ու Հայաստանի այս որոշման վրա։ Կարելի է քննարկել այդ ենթատեքստում։ Բնականաբար կարելի է, բայց այս թեման ավարտեմ, հետո անցնենք դրան։ Ուրեմն եկեք հասկանանք շատ հստակ, որ Ադրբեջանը պլանավորում է եւ շարունակում է պլանավորել պատերազմ, դրա մասին վկայում է այն բոլոր նախապատրաստությունները հասարակական կարծիքի, երբ որ մեզ փորձում են մատուցել, որ Հայաստանը
չգիտեմ, զինվում է, չգիտեմ, Ֆրանսիայից զենքեր է բերում, եվրոդիտորդները այնտեղ լրտեսությամբ են զբաղվում, Հայաստանը պատրաստվում է ռևանշի, հիմա լուրջ հոդվածներ են գրում, որ ապրիլին արդեն Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի վրա հարձակվել եւ ամբողջ հասարակական կարծիքը նախապատրաստվում է դրան։ Բաքվի դատավարությունների ամբողջ ընթացքը կառուցված է ռոպագանդիստական առումով այնպես, որ ներկայացնեն, որ մեծ ֆաշիստական պետություն է, որը պլանավորում է Ադրբեջանի օկուպացիան։ Այսինքն ամբողջ սցենարը նախապատրաստվում է ռազմական միջամտության համար։ Սա չտեսնել, բան այդտեղ չդնել, սա կարող է մենակ Նիկոլ Փաշինյանը, որը մեզ փորձում է խաբել, որ իբր ինքը կարողանում է տանել Հայաստանը դեպի խաղաղություն։ Ես նորից եմ ասում, Ադրբեջանը ըստ էության խաղաղություն չի ուզում, Ադրբեջանը իսկ Նիկոլ Փաշինյանը գնում է այս ստրատեգիայով, ասենք լավ, այնց իրանց անհարմար վիճակի մեջ դրեն, բոլոր իրանց պահանջների հետ համաձայնվեմ, հələ տենան ոնց չեն ստորագրում։ Եվ միգուցե կարող է դա եւ կյանքի իրավունք ունի, հա, այդ։ Բացարձակ, այդ դա մանկամտություն է։ Դա հերթական մանկամտությունն է, որովհետև եթե երկիրը ունի կարողություններ եւ հաշվարկված ռազմավարություն ինչ որ բան անելու, իրան այդպեսի դիվանագիտական հնարքներով դու անհարմար վիճակի մեջ չես կարող դնել։ Ես հիշեցի Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը Կազանյան այդ փաստաթղթի դեպքում, երբ որ Ադրբեջանը հրաժարվեց, նա Սերժ Սարգսյանին տարիներ առաջ կոչ էր անում ստորագրել միակողմանիորեն։ Նա ասում էր դու ստորագրի, թող Ադրբեջանը դուրս գա, որ ինքն է։ Ինչը ստորագրի։ Կազանյան փաստաթղթի մասին էր խոսքը։ Տարիներ հետո իհարկե այդ փաստաթղթի մերժումից հետո նա ասում էր ճիշտ կլներ, որ Սերժ Սարգսյանը ստորագրեր դա եւ Ադրբեջանը ինքը ընկներ բավականին անհարմար ստորագրում էր, պատրաստ էր ստորագրել։ Բա ինչի՞ մասն է։ Ասում էր ամեն դեպքում ինքը պետք է ստորագրեր, ոչ թե պատրաստ լիներ։ Թող ինքը գնար եւ հաստատ խառնում է։ Ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը չեմ խառնում։ Ասում էր թող ստորագրեր, ստորագրությունը լիներ եւ Ադրբեջանը կարող նորմալ քաղաքական գործիչ ասել եկեք միակողմանիորեն մենք միակողմանիորեն դու կարող ես գնալ մենակ մի դեպքում ինչ որ քայլի, երբ որ դու ուժի դիրքում ես գտնվում։ Որովհետև դու գիտես, որ դու ուժի դիրքից թելադրում ես, դու ասում ես այսա ես էս անում եմ, ստիպված դու պետք է այդ նույն բան անես։ Օրինակի համար, ոնց որ մենք ժամանակին գերիներին փոխանակեցինք, ինչ արեց Տեր-Պետրոսյանը։ Միակողմաներեն ադրբեջանական գերիներին ուղարկեց, բայց ինքը ուժի դիրքում էր գտնվում, ու ինքը վստահ էր, որ Ալիևը պատասխանելու է նույն քայլով եւ արեց Ալիևը։ Այո։ Այսինքն մի բան է, երբ որ դու ուժի դիրքից գտնվելով ինչ որ միակողմանի քայլեր ես անում։ Մենք իդեպ ուժի դիրքից մենք Նախիջևանի այդ կոմունիկացիայի հարցներն էինք լուծում։ Մենք 90-ական թվականին չենք փակել Մեղրիի ճանապարհը։ Մենք ասում ենք Ադրբեջանին, դա բաց է, մենք էլ անվտանգությունը ձեր երաշխավորում ենք։ Ադրբեջանն էր, որ հրաժարվում էր օգտագործել Մեղրիի ճանապարհը։ Մեզ ինչի էր դա պետք։ Ուզում ենք ամբողջ միջազգային հանրությանը ցույց տանք, որ Ադրբեջանի այդ ռոպագանդան, որ իբր մենք ինչ-որ բլոկադայի ենք ենթարկում Ադրբեջանը կամ խոչընդոտում ենք կապը Ադրբեջանի եւ Նախիջևանի միջեւ, դա սուտ է։ Հասկանում եք, եւ դա աշխատում էր։ Բոլորը գիտեն, որ մենք բլոկադայի չենք ենթարկում։ Իսկ այն իրողությունը կամ այն հնարավորությունը, որ այդ բոլոր զարգացումների ազդեցությունը կարող է լինել այս երկու կողմանի հայտարարությունը, որ ավարտվել է, Հայաստանը ընդունել է եւ կգնան ստորագրման կամ միգուցե կգնան չեն գնա։ Բայց դուք տեքստերը կարդացեք։ Սա բան չի, համաձայնության մասին, փոխադարձ համաձայնության մասին, ինչ որ ողջույն չի կամ ինչ որ բարի լուր չի, որ հայտնում են, սա մունատների փոխանակում է։ Ինչ է ստացվում։ Առաջինը գրում է, երբ որ Բայրամովը հրապարակում է այդ լուրը, որ Հայաստանը համաձայնվել է մեր բոլոր պահանջների հետ, ինչ է գրում Հայաստանի արտգործ նախարարության հայտարարության մեջ մեր իշխանությունը։ Ուրեմն մենք Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի արտգործնախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունը ընդունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները եւ առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ
խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու եւ նախագծի համաձայնեցված շուրջ բանակցությունների ավարտի մասին պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Սա մունաթ է։ Սա բան չի, ինչ որ ներդաշնակության կամ հաշտեցման գալու մասին հայտարարություն։ Սա մունաթ է, որ մենք sense բան էինք առաջարկում, եկեք ստորագրենք, իսկ դուք տենց միակողմանի ուղակի սաղ աշխարհին ցույցվեցիք, որ մենք եկել կզել ենք, համաձայնվել ենք ձեր բաներին, այդ ձեր պահանջներին։ Դրան էլ արտգործնախարարությունը Ադրբեջանի փոխանակասի այո համաձայնեցրել ենք, ինքը ասում է այդ որ համաձայնեցվածը ճիշտ է, բայց մենք հավատարիմ ենք մնում մեր այն կուրսին, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է միայն սահմանության փոփոխության դեպքում։ Այսինքն սա մունատների փոխանակում է, սա նշանակում է, որ հակամարտությունը շարունակվում է։ Խոսել, որ ինչ-որ պրոգրես կա դեպի խաղաղություն, ինչ ասեմ, գիտեք, Նիկոլի ամբողջ քաղաքականությունը հետևյալն է։ Ինքը փորձում է մեր ժողովրդին համոզել, որ իր բոլոր ձախողումներով, իր բոլոր պարտություններով, իր կորսված Ղարաբաղով, 5000 զոհերով, ընդհանրապես բոլոր այս խնդիրներով, միլիարդներով կորցված եւ այլն, ինքը մի գործ գոնե անում է, ինքը տանում է մեզ դեպի հաշտություն։ Ի վերջո լուծում է այդ դարավոր, չգիտեմ, թշնամության, եթե կուզեք, կամ վերջը այդ հակամարտության հարցը լուծում է Ադրբեջանի եւ թուրքերի հետ։ Բայց սա մեծ խաբեություն է։ Ինքը դա չի անում։ Իրականությունը հետեւյալն է։ Ինքը ընդամենը ոչ մի բան չստանալով, այդ թվում անգամ խաղաղություն չստանալով կամ խաղաղության հեռանկար չստանալով, գնում է Ադրբեջանի պահանջների բավարարման, մեկը մյուսի հետևից։ Սա նշանակում է, որ այս մարդը չի հասկանում ինչ է նշանակում միջազգային քաղաքականությունը, չի հասկանում ինչ է նշանակում բանակցային տեխնիկան, չի հասկանում ոնց է պետք հասնել ինչ որ նպատակների իրագործմանը։ Ինքը ոչ մի բան չի ստացել։ Միայն տվել է։ Ընդ որում կամ տալիս է ռազմական ճնշմամբ, որը մենք տեսանք, կամ տալիս է դիվանագիտական զիջումներով։ Ու երբեք որևէ բան չի ստանում։ Ես հիմա նորից եմ ասում, այս հայտարարությունը նրա մասին, որ գոյություն ունի համաձայնեցված տեքստ, ունի զրոյական արժեք, որովհետև եթե դա չի ստորագրվում, դա անարժեք բան է։ Ու մենք չգիտենք, ասենք մի տարի հետո կստորագրվի, 2 տարի հետո կստորագրվի, կամ եթե սահմանությունը փոփոխես, հնարավոր է, որ մի նոր պայման դնեն մեր առաջ։ Մենք վստահ ենք, որ այդ ուղղությամբ է գնում։ Այսինքն այդ մարդը մեծ խաղաղություն չի բերում, իր ամբողջ գործընթացը դա սողացող պատերազմի սցենար է, որում մենք միայն կորցնում ենք եւ ոչ մի չենք ձեռք բերում։ Ինչի համար է սա անում։ Իրեն պետք է ընտրություններից առաջ մի հատ թուղթ։ Ես էլ հիմա ներկայացնելու եմ որպես այդ թուղթ։ Այսինքն այս բանը զրոյական արժեք ունեցող, որտեղ ստորագրված չի ու ոչ էլ Ադրբեջանը պատրաստվում է ստորագրել, բայց այս թուղթը հիմա ինքը թափատալու, գնալու է գյուղերով, չգիտեմ, մարզերով, ընտրություններից առաջ, բան, ասելու է, տեսեք, մենք արդեն ունենք խաղաղության տեքստ Ադրբեջանի հետ։ Ալիևին այս խաղը դուր է գալիս, որովհետև Ալիևը գիտի, որ ինքը ոչ մի պարտավորություն չի ստանձնել, հակառակ անգամ այդ տեքստում իր բոլոր ցանկությունները իրականացված են, բայց ինքը անգամ այդ տեքստը պարտավոր չի կատարել, որովհետև ինքը չի ստորագրում այդ տեքստը։ Այսինքն ստացվում է, որ Ալիևն ու Փաշինյանը խաղում են մի խաղ, որով Հայաստանը ներքաշելու են մշտական զիջումների մեջ, ապահովելու են Ալիևի ձեռքերով, այս իբր թե այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը 2026 թվականի ընտրություններում, իբր թե որովհետև նա դառնալու է այդ խաղաղության գործընթացի կրողը, այսպես ասած, իսկ հետո ունենալով նման իշխանություն կշարունակեն ադրբեջանցիք, ունենալով նման իշխանություն Հայաստան, կշարունակեն Հայաստանի քայքայման, ոչնչացման իրենց քաղաքականությունը։ Էսա։ Դուք այդպես եք ասում, բայց թե Նիկոլ Փաշինյանն է երեք եւ թե Արարատ Միրզոյանն այսօր հայտարարում են, որ այնտեղ միակողմանի
որևէ բան չկա, ինչ հարցել որ եղել այդ յուրաքանչյուր կետ վերաբերվում է թե Հայաստանին, թե Ադրբեջանին, նույնը վերաբերում է սահմանադրական փոփոխությունների մասին, որ իրենք ասում են, մենք ասել ենք, որ դա մեր ներքին հարցն է, մենք դրան չենք անդրադառնում, հակառակը մենք ասել ենք, որ ձեր սահմանադրության մեջ կա նման խնդիր Հայաստանի տարածքային անվտանգությանը սպառնացող, ցանկացած հարցի դեպքում միջանցքի վերաբերյալ որևէ խոսք չկա, ապա շրջափակումն էլ, ինչպես գիտեք, վաղուց էր դուրս եկել այս գործընթացից։ Նախ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արադ Միրզոյանը այն մարդիկ չեն, ում խոսքին ընդհանրապես կարելի է հավատալ։ Հետևաբար այդ ամեն ինչը կարելի է գնահատել միայն այն դեպքում, երբ որ այդ տեքստը հրապարակվի, երբ որ մեր հանրությունը եւ մենք բոլորս հնարավորություն ունենանք ծանոթանալու այդ տեքստի հետ։ Իդեպ, եթե իսկապես դա արդեն համաձայնեցված տեքստ է, դա նշանակում է, որ այլևս գաղտնիության որևէ մոտիվացիա չկա։ Գաղտնի են պահում որևէ տեքստ, քանի դեռ համաձայնեցված չի, որովհետև այդ անհամաձայնությունները կարող են, եթե արտահոսքա լինում, բերեն ինչ որ անցանկալի բաների, տենց սպորտկումների հասարակություններում եւ խանգարեն բանակցությունների գործընթացին, ասենք կոշտացնեն կողմերի դիրքորոշումները եւ այլն եւ այլն։ Բայց հիմա այդ process-ը իրենք ասում են ավարտված է։ Հետևաբար ոչինչ չի խանգարում մեր իշխանություններին հրապարակել համաձայնեցված տեքստը։ Թող հրապարակեն եւ մենք տեսնենք դա ճիշտ է թե ճիշտ չէ։ Այդ մեկ, բայց երկրորդը ես նորից եմ ասում, ոնց է ձեռք բերվել այդ եթե բանա տենց երկկողմանի զիջումների մասին, բայց ինչի պարզվեց, որ մեզ մի տարի է տենց տան բերում էին, ասում էին, որ բանա դե այնտեղ հակասություններ կան, չհամաձայնված բաներ կան, դիրքորոշումներ եւ այլն, իսկ այդ ամեն ինչ ավարտվում է նրան, որ Հայաստանը առանց վերապահումների, առանց որևէ խնդրի ուղղակի համաձայնվում է Ադրբեջանի մատուցած տեքստի հետ։ Բայց եթե այդ ամեն ինչ տենց հավասարակշռված էր ի սկզբանե, բայց մենք մի տարի ինչ ենք դիմադրել այդ ամեն ինչին։ Սա էլ է ցույց տալի, որ իրականում դա խաբեություն է։ Իրականությունը հետևյալն է. Ադրբեջանը պարտադրեց Հայաստանին անել եւս մեկ զիջում, չտալով Հայաստանին ոչինչ։ Պարոն Զուրաբյան, եթե Ադրբեջանը չի պատրաստվում ստորագրել այդ 17 կետերից բաղկացած խաղաղության պայմանագիրը, անգամ եթե դրանք համաձայնել են եւ Հայաստանը գնացել է այդ զիջումների, այդ դեպքում ինչ զիջումների մասին է խոսքը, եթե այդ փաստաթուղթը չի ստորագրվի եւ կյանքի ուժ չի ունենա, չի ստորագրվի, դուք համոզված եք, որ չի ստորագրվի։ Բայց ինչ զիջումների մասին է խոսքը։ Մենք ասում եմ մենք հիմա գտնվում ենք ռազմական սպառնալիքի ներքո։ Մեզ ասում են, որ կա հակամարտություն, որը լուծված չի, եւ այդ հակամարտության պատճառով ամեն րոպե սպառնալիք կա, այդ թվում նաեւ Սյունիքի վրա, չգիտեմ, Մեղրիի վրա կամ ամբողջ Զանգեզուրի վրա այդ սպառնալիքը կա։ Կա։ Հա, հիմա ու պարզվում է, որ այդ սպառնալիքը Ադրբեջանը չի ուզում հանել։ Չի ուզում հանել։ Ինքը այդ սուրը ոնց որ կախած ուներ, այդպես էլ կախած շարունակում է պահել։ Հիմա ձեռքբերումը ո՞րն էր, որ մենք ուղղակի համաձայնվեցինք Ադրբեջանի բոլոր պահանջված բաներին, ձևակերպումներին, որից հետո մեկը Ադրբեջանը չի ուզում ստորագրել։ Դուք չեք հասկանում, որ սա աբսուրդ է, սա դիպլոմատիայի, ինչ ասեմ, մի հատ անմեղսունակ դիպլոմատիա է։ Դու պատկերացնում ես, դու գնաս միտեղ համաձայնվես ամեն ինչին, ինչ որ հակառակորդը ասում է քեզ, ու այդ տեքստը մեկը հակառակորդը չստորագրի, չկնքի։ Ու դնի նորից նախապայմաններ։ Սա դիվանագիտություն է, սա հիմարություն է։ Սա անմեղսունակություն է։ Լավ, եթե չստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, ուրեմն այդ բոլոր կետերը իրականություն չեն դառնա։ Սահմանադրության փոփոխության մասին, միջազգային կառույցներից հայցերը իրավական կառույցներից յետ կանչելու մասին, եվրոդիտորդների վերաբերյալ բոլոր այդ կետերը իրականություն չեն դառնա։ Եվ ինչ ստորագրվի։ Դա հոյակապ բան է։ Այսինքն մենք մնալու ենք այս սողացող պատերազմի պայմաններում, երբ որ
տարին մեկ մի հատ ռազմական ագրեսիա մեր դեմ կիրագործվի, ամեն անգամ մի նոր տարածք խլելով, ամեն անգամ մի նոր խնդրեմ ստեղծելով, փլուզելով մեր պետականությունը, խոչընդոտելով մեր տնտեսության զարգացմանը, այս մենք պետք է համարենք որպես լավ բան։ Ուրեմն պետք է ստորագրվի։ Ես ասում եմ, ուրեմն պետք է ստորագրվի այդ համաձայնեցվանը։ Բայց չի ստորագրում։ Ես հենց այդ եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը արել է ամենաաբսուրդ քայլը, համաձայնվել բոլոր պահանջներին ու միևնույնն է չստանալով հակառակորդ կողմի համաձայնությունը։ Լավ, ինչ պետք է աներ։ Նախ ասեմ, որ այս իրավիճակը ստեղծվել է հենց իր կատաստրոֆիկ սխալների պատճառով։ Այդ մասին շատ է խոսել։ Գիտեք, բանա, մի հատ Իսրայելի հայտնի արտգործնախարար կար, ոնց էր անունը, Իբանը, որը եղել է, որը ասել է մի հատ հանճարեղ ֆրազ, ասել է Արաֆատի մասին, պաղեստինցիների մասին։ Ասում է they never lose an opportunity to lose an opportunity։ Նրանք երբեք որևէ հնարավորություն չեն բաց թողում, բաց թողնելու հնարավորությունները, որևէ հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանի մասին կարելի է այս նույն բանը ասել։ Նիկոլ Փաշինյանը երբեք ոչ մի հնարավորություն չի բաց թողում որևէ հնարավորություն բաց թողնելու համար։ Այսինքն Փաշինյանը տեսեք ուներ տարբերակ գնալ այն այսպես կոչված Լավրովի պլանը 5 շրջանը տալիս էր, մենք պահում ենք Լեռնային Ղարաբաղը Քելբաջարով, Լաչինով հավերժ կամ սերունդ չուներ տարբերակ։ Բայց դուք միջև վերջ հետո առարկեք, հա, որովհետև դուք իմ միտքը հիմա նորից կտրում եք եւ չեք թողում, որ ես չեմ ձեր հետ։ Դե համաձայն չեք, առանձին բան կարող ենք նվիրել դրան։ Առավել եւս, որ այս խնդիրը մենք մի քանի անգամ քննարկել ենք ձեր մոտ։ Սերժ Սարգսյանը ստորագրում էր այդ Լավրովի պլանը, 5 շրջաններն էր տալիս էր, Ադրբեջանը չէր համաձայնում։ Նիկոլ, եթե Սերժ Սարգսյանի ժամանակ չէր ընդունում, Նիկոլ Փաշինյանը։ Դուք սխալվում եք, դուք տեղյակ չեք։ Դուք չգիտեք, որ Լավրովի պլանը այսպես կոչված, որը իրականում Լավրովի պլան չէր, այլ Մինսկի խմբի համանախագահության պլան էր, որը 2019 թվականի հունիսին դրվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, որևէ կերպ, դա դասեք միջև վերջ, որևէ կերպ չի որևէ առնչություն չունի ձեր ասած Կազանյան պլանի հետ։ Լավ, Ադրբեջանը։ Չէ, լսեցիք, հասկացաք։ Հա։ Փայլուներ, Ադրբեջանը ընդունել էր դա, կընդուներ դա։ Ադրբեջանը դրա մասին Պապովը գրել է, որ այդ մոտեցման հետ համաձայն է։ Դա տպվել է 2021 թվականի հունվարի 14-ին Ռուսաստանի պաշտոնական արտգործնախարարության պաշտոնական սայթում։ Ես խորհուրդ եմ տալիս ձեզ կարդալ այդ հոդվածը։ Ադրբեջանի կողմից որևէ նման հայտարարություն երբևէ։ Լավ, բայց դուք հիմա նայեք, ես ձեզ ասում եմ, որ կան վկայություններ դրա մասին, որ այդ պլանը Կազանի պլանի հետ ոչ մի կապ չունեցել, լրիվ ուրիշ պլան է եղել, որում Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր ապագայում, հետևաբար այդ առումով Ադրբեջանի համար ընդունել էր եւ դրա համար Ադրբեջանը ավելի հակված էր այդ պլանը ընդունելուն, հասկանում եք։ Եվ եթե ինքը աներ, մենք դա կունենայինք, բայց ինչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Նա թաքցրեց այդ պլանի գոյությունը, ժխտեց, մերժեց, միջև մայլ չի ուզում բացահայտի այդ պլանը, երբ որ մենք պահանջել ենք, ասել ենք, բնավ այդ պլանը, հենց տենանք այդ ինչ պլան էր։ Ինքը միջև մա դա չի հրապարակում։ Եվ դա մերժեց, խաբեց ժողովրդին, որ չկա այդ պլանը, մեզ ներքաշեց պատերազմի մեջ, դրանից հետո մենք ունեցանք շատ ավելի վատ պայմաններով, այսպես կոչված 2020 թվականի այդ նոյեմբերի 9-ի նոյեմբերի լսեք միջև վերջ, խնդրում եմ, մի ընդհատեք։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ըստ էության երկու կոմունիկացիաների պլան էր, այսինքն մենք այդ կիսատված Ղարաբաղը, բայց Լաչինով կապը պահպանում էինք ռուսների միջոցով, իսկ Ադրբեջանը պիտի ստանար կոմունիկացիա դեպի Նախիջևան։ Ինչ կոմունիկացիա։ Որից հետո կոմունիկացիա, որը պիտի ապահովվեր, որի անվտանգությունը պետք է ապահովվեր FSB-ի սահմանապահ զորքերի կողմից, ինչպես ինքը Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր բանում։ Ինչ ասեց Նիկոլ Փաշինյանը, տեսեք, ինքը իր ստորագրած փաստաթուղթը մերժեց, ասելով հետևյալը, որ եւս մեկ անգամ ուզում եմ, այս իր վերջին հոդվածն է, որի վրա ինքը բանա հղում է տալիս, ասելով ես տալու եմ Ադրբեջանին բանը այդ ճանապարհը։ Ասում է,
Եվս մեկ անգամ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Հայաստանը երբեք գրավոր կամ բանավոր որևէ պարտավորություն չի ստանձնել, չի համաձայնվել, նույնիսկ չի ակնարկել, որ սեփական տարածքում անվտանգության ապահովումը, այդ թվում միջազգային կամ ադրբեջանական ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների պետք է կամ կարող է պատվիրակել այլ երկրի։ Սուտ է ասում, որովհետև իր ստորագրությամբ փաստաթղթում ինքը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի բան, որտեղ գրված է, որ այդ անվտանգությունը պետք է վերահսկվի, այդ փոխադրումների բանը Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից։ Միգուցե տարբերություն կա, մեկնաբանության հարց է, ոչ թե ապահովում է Հայաստանը, վերահսկում է Ռուսաստանը ամեն դեպքում, իսկ Հայաստանն ասում է հասկացանք, բայց ուրեմն անվտանգության ոնց կարող է։ Այսինքն դուք հիմա ինձ ուզում եք ասեք, որ Նիկոլ Փաշինյանի այն անմեղսունակ մեկնաբանությունը, ըստ որի վերահսկումը նշանակում է, որ մենք պետք է երամսյակը մեկ հաշվետվություններ ուղարկենք Ռուսաստանի սահմանապահ զորքերի, որևէ մեկը, որևէ դիվանագետ աշխարհում կարող է լուրջ ընդունել, դուք եք ուզում ասեք։ Միգուցե։ Դե ես այդ դեպքում եթե դուք եք ուզում ասել, դուք շատ հեռու եք դիվանագիտությունից, կարող եմ մենակ ասել։ Ես իսկապես հեռու եմ դիվանագիտությունից։ Հա, ես հիմա ձեզ ասում եմ, որ եթե դու նման փաստաթուղթ ես ստորագրել, դա նշանակում է, որ դու այո պատվիրակել ես որոշակի էլեմենտներ անվտանգության վերահսկման, պատվիրակել ես ռուսական կողմին։ Ուրեմն ինչ։ Ուրեմն այն, որ ինքը էդ էլ կորցրեց, դա ինչ որ մի լուծում էր։ Իրան էլ ասեցին, եթե դու դա չես անում, Ալիևը 2-3 տարի ասում էր, ես փակելու եմ Լաչինի, որտեվ դու մի չի լինի, որ միակողմանի մենք պահենք Լաչինը բաց, իսկ դու այդ քո փոխադարձ պարտավորությունը չկատարես։ Ալիևը դա ասեց, 2-3 տարի Նիկոլը իրան էշի տեղ դրեց, որից հետո մենք կորցրեցինք Ղարաբաղը, որտեվ Ալիևը իրականացրեց այնտեղ ցեղասպանություն, էթնիկ զտում, բլոկադա եւ այլն եւ այլն։ Հիմա էդ էլ կորցրեցինք։ Դուք եւ ընդդիմադիր մնացած Ես ուղղակի ուզում եմ միտքս ավարտեմ։ Այսինքն մի հատ էլ հնարավորություն տեղ կորցրեցինք։ Հետո ինքը որոշեց, որ հա, այդ ռուսներին կմերժեմ, բայց կգնամ բան է արևմուտքի օգնությամբ, բան կանեմ, Ադրբեջանին կբերեմ, կներքաշեմ, իրանք ստիպված Ամերիկայի ճնշման, Բայդենի ադմինիստրացիայի, Եվրոպայի միության ազդեցության տակ իրանք կստորագրեն այդ փաստաթղթերը։ Պարզվեց դա էլ էր հիմարություն։ Էդ էլ բան արեց, անիմաստ մի հատ խաղեր, էդ էլ կորցրեցինք։ Վերջում եկանք այն վիճակի, որ հիմա խզել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ ըստ էության, դե ֆակտո, ոչ մի վստահություն, ոչ մի համագործակցություն, ոչ մի բան չկա։ Երկրորդը չունենք համաձայնություն, իբր թե բան ստրատեգիական գործընկերության բան ստորագրեցին բանի այդ Բայդենի ադմինիստրացիայի հետ, պարզվում է Տրամպը բացարձակապես իրան հետաքրքիր չի այդ ամեն ինչը, իսկ այդ էլ գոյություն չունի, Եվրոպական միությունն էլ հնարավորություն չունի որևէ լուրջ աջակցություն տալու իրանց խոստացված 26 միլիարդ եվրոն 21 թվականից սպասում ենք ու չենք ստանում։ Հիմա այս ամեն ինչը պարզվում է այսպես հերթով բոլոր հնարավորությունները բաց թողեց, հետո մի հատ էլ հնարավորություն գտավ, որ գնա Էրդողանի միջոցով փորձի Ալիևի վրա ազդել, բնականաբար այդ խաղն էլ չի աշխատում, որովհետև երբ որ արդեն դու մնացել ես առանց դաշնակից, Էրդողանն էլ թքած ունի Փաշինյանի վրա, Հայաստանի վրա, ինքը ասում է ախպեր ջան, քո բանը պայմանավորվելու համար գնա Ալիևի հետ պայմանավորվի։ Ու բանը Նիկոլը հիմա ստիպված գնաց ընդունեց բոլոր զիջումները։ Բոլոր պահանջները Ադրբեջանի ընդունեց, բայց նորից եմ կրկնում, էլի չի ստանում խաղաղություն։ Այսինքն այս մարդը կատաստրոֆիկ ձևով բոլոր հնարավորությունները մսխում է եւ շարունակելու է մսխել։ Անկամ այս ինչ որ հիմա ունենք, այս էլ չի պահելու։ Խնդիրը սա է։ Եթե Ադրբեջանը չի ստորագրում, ինքը ինչպես պահի։ Եթե ինչպես դուք եք վստահ, որ Ադրբեջանը չի ստորագրում։ Դե բայց ես եմ ասում, ինքը ոչ մի ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեղադրում, որ նա չի պահում։ Չէ, ես հենց եմ ասում, որ ինքը ոչ մի արդյունքի չի հասնում։ Ինքը գնալով, հա? Արդյունքի չհասնելը պահելուց մի քիչ տարբեր է։ Չհասկացա ինչ եք ասում։ Դուք եք ասում Նիկոլ Փաշինյանը սա էլ չի պահում։ Հա, ինչը չի պահում։ Ասում եմ, այս տարբեր։ Չէ, հիմա ինքը չի էլ կարողանալու իրագործել որևէ բան։ Չի պահում այդ իմաստով։ Իր ձեռը չի դա։ Լավ, պարոն Զուրաբյան,
անցնելով Լաչինի նոյեմբերի 9-ի տրամաբանությանը, երբ որ դեռ Ղարաբաղը հայաբնակ էր, երբ որ 23 թվականի այդ ողբերգական դեպքերը տեղի չէին ունեցել, ընդդիմությունը, որ հիմա Նիկոլ Փաշինյանին քննադատում է նոյեմբերի 9-ի տրամաբանությունը չկատարելու, այդ 9-րդ կետի տրամաբանությունը չկատարելու մեջ, այն ժամանակ դա չէր ասում։ Հիմա նոր դա հիշել է, բարձրաձայնում է արդեն յետին թվով, երբ որ տեղի չի ունեցել։ Դուք ում նկատի ունեք։ Գուցե նաև դες։ Սխալվում եք։ Դուք էլ չեք բարձրաձայնում։ Մենք միշտ էլ ասել ենք, որ եթե մի բան, եթե դու բան ես, ինչ որ բան քննադատում եք, որ ստորագրել է այսպիսի մի կետ, բայց չէ։ Ես 1000 անգամ ինքս ասել եմ, որ եթե մի բան պայմանավորվել ես, ինչքան էլ դա վատ է, ու ինչքան էլ որ դա քո կատաստրոֆիկ սխալների հետևանքն է, դու դա պիտի կատարես։ Եվ եթե չես կատարում, դա ունենում է կատաստրոֆիկ հետևանքներ։ Ես այն ժամանակ ասացի, մի տարի առաջ այդ կատաստրոֆայից ես ասացի, որ այս բանը, որ դուք հիմա գնում եք, նստում եք Մակրոնի ու Միշելի հետ եւ ճանաչում եք Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, սա բերելու է Ղարաբաղի դատարկմանը։ Ես դա ասել եմ Ազատության ռադիոկայանի հարցազրույցում, որը ես ձեզ կարող եմ հատուկ ուղարկել։ Հենց այդ տրամաբանությամբ էր ասվում։ Շատ հենց այդ տրամաբանությամբ էր ասվում։ Ուղղակիորեն չէր հիշեցնում։ Դե լավ, հիմա կներեք, եթե դուք ինչ-որ բան չեք հասկացել, դա իմ խնդրեմը չի։ Դե ես դիվանագետ չեմ։ Պարոն Զուրաբյան, մի հարցել, այո։ Բայց լավ կլինի, որ հարցազրույցից առաջ նախապատրաստվեք։ Նախապատրաստվել եմ, ուղղակի ես չեմ հիշում եւ անգամ փնտրել եմ նման հայտարարություններ։ Ուղղակիորեն չի եղել։ Ես ասեցի ձեզ, որ մի քանի անգամ մենք խոսացել ենք դրա մասին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վատն է, ինչն է, դու պիտի կատարես։ Եթե չես կատարում, դա ունենում է կատաստրոֆիկ հետևանքներ։ Այն բանից հետո, երբ որ կատաստրոֆիկ հետևանքը տեղի ունեցավ, արդեն պնդել դրա վրա անիմաստել էր։ Ասենք ասել, որ դե հիմա բացի 9-րդ կետի բանը եւ այլն եւ այլն։ Դա արդեն կորսված, հերթական կորսված հնարավորությունն է, որի բանը, որի հետևանքը հիմա էս է, որ մենք ավելի ցածր իջացրեցինք մեր բոլոր հնարավորությունները։ Կորսված հնարավորություններից, որ դուք հիշատակեցիք, այդ 2019 թվականի ներկայացված փաստաթուղթը, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել, եթե Նիկոլ Փաշինյանը դա բացահայտեր եւ ստորագրեր, Ադրբեջանը ստորագրում էր եւ հարցը լուծված էր լինում, ձեր կարծիքով։ Եթե ինչը ստորագրեր։ Այդ փաստաթուղթը, որը ներկայացվել էր Նիկոլ Փաշինյանին 2019 թվականին։ Լսեք, իհարկե Առնվազն պետք է ընդգրկվել բանի մեջ, բանակցությունների մեջ։ Եթե դու մերժում ես բանակցությունները, գնում ես ասում ես, «Էս ինչ եք բերում, ես իմ կետից պիտի սկսեմ բանակցությունները»։ Գնում ես Արցախում, պարում ես, ասում ես Արցախը բանա Հայաստանը եւ վերջ։ Դու ասում ես ամբողջ աշխարհին, Ադրբեջանին, Ռուսաստանին, Թուրքիային, բոլորին, ասում ես, որ ես ձեր հետ բանակցելու բան չունեմ։ Եկեք ուզով վերցրեք։ Դու այդ ես ասում, դու մերժում ես բանակցությունները։ Գիտեք, անգամ եթե մտքումդ, ախր դա դիվանագիտական պարզ ճշմարտություններ են, եթե մտքումդ անգամ կա մերժելը, դու պիտի ցույց տաս կոնստրուկտիվիզմ, կառուցողականություն, դու պիտի գնաս, բանակցես, փորձես ցույց տալ, որ դու գնում ես դեպի խաղաղություն եւ այլն։ Այս ամեն ինչը ինքը էտել չգիտի։ Սերժ Սարգսյանը դա ցույց էր տալիս, կարծեք թե եւ նա հայտարարեց, որ ասում էր հայտնի կինո, հայկական կինոնկարի ոչ որ տալիս ենք, Ադրբեջանը չէր ուզում, ասում էր Թաքուզի է մտել եւ Ադրբեջանը ավելին էր ուզում, այսինքն դժվար թե Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ունեին մի հատ կարեւոր խնդրեմ։ Իրենք այնուամենայնիվ Ղարաբաղի կարգավիճակի հարցում առավելապաշտական դիրքերի վրա էին գտնվում։ Դա էր խոչընդոտում խաղաղության հաստատումը։ Բայց իրանք գոնե բանակցում էին, գոնե ինչ որ բան փորձում էին անել, որը կանխում էր պատերազմը։ Բայց Պրոբլեմը իրանց հետ հենց այդ է եղել, իրանց առավելապաշտությունն է, որովհետև անպայման ուզում էին մի բան կորզեին Ղարաբաղի, սենց ասեմ, եթե ոչ անկախության մասին, ապա գոնե ինչ որ մի ձևակերպում, որը տեսականորեն կարող է տանել դեպի անկախություն։ Դա երբեք չի եղել ռեալիստական, եւ դրա պատճառով էլ Ադրբեջանը հրաժարվել է որևէ խաղաղության պայմանագիր ստորագրելուց, բայց իրավիճակը փոխվել է 2018 թվականին, երբ որ
Նիկոլ Փաշինյանի սեղանին դրեցին փաստաթուղթ եւ Ալիևի սեղանին, որտեղ արդեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը հետաձգվում էր անորոշ ժամանակի։ Այդ է տարբերությունը Կազանի ու 2019 թվի փաստաթղթի։ Այդ այն փաստաթուղթն է, որը Նիկոլ Փաշինյանը մեզնից բոլորիցս թաքցրել է։ Հիմա էլ պահանջում ենք, որ հրապարակի չի հրապարակում, գույքագրում է։ Ասում եմ, ես էլ պետք է գույքագրեմ, տենամ այդ բաները ոնց եմ բարան, կոնդիցիոներներից, բաներից հանեմ, գույքագրեմ, բերեմ, նոր հրապարակեմ։ Մինչդեռ 2018 թվին, երբ որ եկավ իշխանության եւ Տեր-Պետրոսյանը իրեն հետ հանդիպեց, ասեց մի հատ այդ ժառանգությունը հանի, այդ բանակցային գործընթացի։ Ինքը ասեց, այդ ամեն ինչը մենք արդեն նայել ենք, գույքագրել ենք, բան ենք արել եւ այլն եւ այլն։ Հիմա պարզվում է կամ այն ժամանակ էր ստում, կամ հիմա է ստում։ Այն ժամանակ նա նաև հայտարարեց, որ թեև դուք պատասխանել եք, որ Տեր-Պետրոսյանը հանդիպման ժամանակ ասեց, իսկ հիմա եկել է հողերը հանձնելու ժամանակ։ Դե սովորական ստախոսի հերթական մի հատ PR ակցիան էր, որը ինչ ասեմ, մի հատ ստորություն էր ընդամենը, որը պետք է ապահովեր իր բանակերպարանքը, այսպես ասած, ոչ մի թիզականի Տիգրան Մեծի այդպես նկարտումներով, որը հենց այդ պահվածքը բերեց Հայաստանը այս վիճակի հասցրեց։ Մի հարց էլ, պարոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյանը թուրք լրագրողների հետ հարցազրույցում ասաց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնումը ժամանակի հարց է։ Կա նման հավանականություն ըստ ձեզ։ Լսեք, ի վերջո սենց ասեմ, հավերժական թշնամություններ չեն լինում։ Հա, մի օր պետք է ոչ չեն կարող այդպես հազարամյա կամ հազարամյակներով բանի մեջ մնանք թշնամության մեջ, առավել ևս որ եթե sense նայում ես գոնե դեմոգրաֆիայի առումով եւ ռեսուրսների առումով, այնպես չի որ մենք ավելի ուժեղ վիճակում ենք գտնվում, քան թե թուրքերը։ Պարզա որ ինչ որ ձևով պետք է այդ հակամարտությունը վերացնել, բայց եթե դու կտրում ես քո դաշնակիցների հետ կապերը, եթե դու կտրում ես բալանսավորման հնարավորությունները, այսինքն հայտնվում ես մենակ Թուրքիայի դեմ, դա նշանակում է, որ ուղղակի Թուրքիան քեզ պարտադրելու է իր պայմանները։ Իսկ այդ պայմանները կարող է շատ հեռու գնացող լինեն։ Կարող է իրանք եւ ճանապարհ են ուզելու, եւ միջանցք են ուզելու, եւ ադրբեջանցիների համար վերադարձի իրավունք են ուզելու եւ մսկիթներ կառուցելու իրավունք են ուզելու եւ հազար ու մի բան Արարատ Միրզոյանը ասաց որ պայմանագրում չկա։ Ես դες պայմանագրի մասին չեմ խոսում։ Ես ասում եմ, երբ որ դու հայտնվում ես մեկի, ասենց ասեմ, վասալի կարգավիճակով, խոսքը դե ֆակտո վիճակի մասին է։ Եթե դու կտրել ես քո հարաբերությունները բոլորի հետ, ինքդ քեզ հանձնել ես Թուրքիայի կամ Ադրբեջանի տիրապետությանը, ակնհայտ չի, որ արդեն այդ կլինի մի խաղաղություն ճակերտներով, որում բոլոր պայմանները, այդ թվում նաև քո ինքնության հետ պահպանման, ժառանգության պահպանման հետ կապված հարցերը անցնում են այդ երկրների տիրապետության։ Իսկ որ դաշնակցի մասին է խոսքը, որ ասում եք մենակ հայտնվել եք, ում հետ կարող ենք մենք հայտնվել, որ մեզ մենակ չզգայինք Թուրքիայի դեմ։ Մենք կարող ենք եւ Ռուսաստանի հետ ավելի արդյունավետ համագործակցության մեջ լինենք։ Մենք կարող ենք, մի հատ թողեք ֆրազը։ Արմինե, այնպես ված սովորություն ունեք։ Շատ, դա լրագրողների չէ, դա կներեք, ոչ մի լրագրող իրան թույլ չի տալիս ամեն րոպե բան անել։ Ամեն րոպե դուք ընդհատում եք իմ ասածը։ Մի հատ գոնե թողեք նախադասությունը ավարտեմ, հետո շարունակեք։ Որովհետև ասեցի Ռուսաստան, բայց դուք չթողեցիք հետո ասեմ էլ ինչ երկրներ կան։ Իսկ ես ուզում եմ ասեմ, ուրիշ երկրների անուններ եմ ուզում տամ, բայց դուք չեք թողնում։ Ուրեմն ասում եմ դա կարող է լինել Ռուսաստանը, դա կարող է լինել Չինաստանը, իդեպ շատ լուրջ ժամանակին բաներ են եղել, որ այս իշխանությունը իր քայլերի պատճառով փլուզել է եւ չի թողել, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ ավելի ստրատեգիական մակարդակի դուրս գան։ Դա կարող է լինել Հնդկաստանը, դա կարող է լինել նաեւ Արևմուտքը, հասկանում եք, բայց երբ որ դու խաղեր ես խաղում, դու կտրում ես քո, դու ինչ որ բանը ընկնում ես տարբեր հնարավորությունների հետևից եւ բոլորը բաց ես թողում, դու քո հիմար դիվանագիտական խաղի պատճառով դու կորցնում ես բոլոր հնարավորությունները։ Ես նորից եմ ասում, մենակ հայտնվում ես
Թուրքիայի եւ Ադրբեջանի դիկտատի առաջ։ Պարոն Զուրաբյան, Չինաստանի առումով չգիտեմ, բայց Հնդկաստանի եւ Արևմուտքի դեպքում չեք կարծում, որ հարաբերությունները այնուամենայնիվ որոշակիորեն դեպի սերտացում են գնում։ Չեմ կարծում։ Չեմ տեսնում։ Մենք նախկինում չենք ունեցել գոնե զենքի գնում, հիմա ունենք մեր հիմնական մոտակարարներից է արտգործնախարարների նման այցելություններ կամ այլ այցելություններ չի եղել հանդիպումներ։ Այդ հարաբերությունները չեն ստեղծել բալանս Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական վտանգի առաջ չեն ստեղծել։ Այսինքն կներեք, ուրեմն ինչ-որ բան սխալ է, որովհետեւ եթե դու չես կարողանում օրինակի համար ինչ-ինչ պատճառներով Հնդկաստանից զենքերը բերես Իրանի տարածքով, իսկ տենց փաստեր կան, ուրեմն ինչ-որ խնդրեմ կա։ Եթե դու չես կարողանում նաեւ ստանալ այն ինչ որ խոստացված էր Ֆրանսիայից, այդտեղ էլ խնդրեմ կա։ Եթե դու տեսնում ես, որ իրականում այդ հայտարարված աջակցությունը կամ սպասելիքները, մեր sense ասեմ, չեն արդարանում եւ չեն բերում մեր անվտանգությանը, դա նշանակում է, որ դու իրական ոչ մի բան ձեռք չես բերել։ Բայց խախտել ես հնարավոր բաները, ասենք ի վերջո ես կարծում եմ շատ ավելի ճիշտ կլիներ, չեմ ասում այն նրանք բացառես, բայց շատ ավելի ճիշտ կլիներ փորձել օրինակ համար Իրանի հետ որոշակի բաների բանակցությունների գնալ ռազմաքաղաքական տենց ավելի սերտ համագործակցության վերաբերյալ, որտեղ Իրանը շատ վճռական է տրամադրված այս հարցերում, թույլ չտալու այդ թուրք-ադրբեջանական կողմանի դիկտատը այս հարցում ինչքան էլ որ խնդիրներ կային այն բանի հետ, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ինչ որ ուկրաինական պատերազմի առաջի ժամանակաշրջանում լինելով նրանցից մի քիչ կախված բաներ, ինչ որ մանևրների մեջ ընկավ, այնուամենայնիվ հասկանալի է, որ երկարաժամկետ ստրատեգիական շահերի մեջ Ռուսաստանը չի մտնում Թուրքիայի տիրապետությունը Կովկասում։ Եվ դրա վրա էլ կարելի խաղալ, բայց մենք այդ ամեն ինչը մի կողմ դրեցինք, գնացինք ինչ ասեմ, մեր հնարավորությունները կտրելու ճանապարհով ու ըստ էության ռեալ բան չենք ստացել։ Մենք հիմա շատ խոցելի վիճակում ենք։ Առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի այս անմեղսունակ չհաշվարկված քաղաքականության պատճառով։ Էլ չասած, որ այս վերջին բանը, որ առանց որևէ հիմնավորում ունենալով, առանց որևէ տնտեսական հաշվարկ, առանց որևէ անգամ Եվրոմիության կողմից արձագանք կամ նախապատրաստություն ունենալով, մենք գնում ենք, հայտարարում ենք ամբողջ աշխարհին, որ մենք գնում ենք, ուզում ենք դառնանք Եվրոմիության անդամ, որը մեզ չի ուզում ընդունի։ Ընդհանրապես նման որևէ ծրագիր չունի։ Չի ուզում։ Եվ մենք այդ բանը անում ենք գրգռելով հնարավոր, ասենք, աշխարհակաղական խաղացողների բանը, ջղայնությունը, թշնամությունը, հասկանում եք, այս բաները մեզ շատ ծանր վիճակի մեջ են վերում։ Ու ասում եմ, այս քայլերով, երբ որ մենք կտրում ենք մեծ խաղացողներին հնարավոր բալանսավորման այդ գործունեությունից, նկատի ունեմ Թուրքիային բալանսավորելու գործունեությունից, մենք հայտնվում ենք Թուրքիայի գրկում մեր քայլերով, ու Թուրքիան արդեն մեզ սկսում է թելադրել ամեն ինչ։ Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության գլխավոր հետևանքն է։ Եվ ես անկեղծ ասած չեմ տեսնում հիմա որևէ երաշխիք, որ մենք ասենք ինչ որ անգամ պետության գոյատևման հեռանկարներ ունենք։ Չի երևում դա։ Ավելին, ինչքան Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ մեր ղեկավարը, այնքան այդ հեռանկարները մեր պետության գոյատևման թուլանում են։ Ինքը պետք է գոնե մի բան աներ, այսքան աղետներից հետո խաղաղություն բերել, դա էլ չի կարողանում։ Չի կարողանում այդ մարդը։ Այդ մարդը ոչ մի բան չի կարողանում անել։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։